Մեր ազգին մոլորության մատնող այս կուսակցությունները այդ առանձնայնության պատրանքը ստեղծել են եւ իրար դեմ կեղծաբար պայքարելով շոու են ցուցադրում բոլորիս համար։ Բայց սա իհարկե միայն Հայաստանին բնորոշ չէ։ Այս երևույթը համատարած է նաեւ Եվրոպայում, Ամերիկայում եւ բոլոր մյուս ժողովրդավարական երկրներում։ Երբ օրինակ լիբերալները ու պահպանողականները իրար դեմ նույնպես պայքարում են մակերեսային հարցերի շուրջ, բայց կարևորագույն հարցերում միշտ համաձայն են։ Պարզապես իրավունք չունեն այդ կարևորագույն հարցերը բարձրաձայնելու, որոնք իսկապես մեծ ու դրական փոփոխություններ կարող են բերել իրենց երկրների համար։ Իսկ ովքեր որ բարձրացնեն այդ կարևոր հարցերը, մեդիան իրենց ամբողջությամբ կանտեսի կամ բաց ձևով կներկայացնի։ Սա միգուցե ապացուցում է այն, որ այս ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կարծես թե նույն ապազգային համակարգն է գործում, որտեղ ճնշվում են իսկական ազգայնականները, որպեսզի առանց խոչընդոտների շարունակի առաջ գնալ սիոնիզմի նոր համաշխարհային աշխարհակարգի ազգավեր օրակարգը։ Այսքանը հակիրճ ներկայացրի, թե ինչ է կատարվում այլ կարևոր երկրներում, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, քանի որ առանց դրա դժվար կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում եւ ինչպես են գործում մեր երկրում տիրող տարբեր քաղաքական ուժերը, ովքեր տարբեր դիմակներով սպասարկում են նույն տիրոջը։ Ժամանակն է, որ ստապվենք եւ պատրելով այս պատրանքը հասկանանք, որ խորքում վերոհիշյալ բոլոր ուժերն ինչ որ չափով համագործակցում են միմյանց հետ, անկախ նրանից, թե որքան են մակերեսորեն իրար ատում։ Եվ նրանց այս համագործակցությունը պարզապես կործանարար է Հայաստանի անկախ պետականության համար, անկախ նաև նրանից, դա նրանք գիտակցում են, թե ոչ։